21 TV եթերում դուք դիտում եք «Ապրենք առողջ է», բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Եթե ես հիմա ասեմ, որ մենք այս թողարկման ընթացքում խոսելու ենք բարակ աղիքային բակտերիալ գերաճից, մեծ մասը գուցեև փոխեն հեռուստալիքը, մտածելով դե ինչ մի անհետաքրքիր թեմա ենք ընտրել, որ։ Բայց եթե ես ասեմ, որ մենք այսօր խոսելու ենք SIBO-ի մասին, վստահ եմ, որ ուշադրությունը կրկնապատկվելու է, որովհետև կարծես թե բավականին ճակերտավոր ասած նորադև տերմին եմ քննարկելու այսօր։ Ինչ է իրենց ներկայացնում SIBO-ն, ինչ է սա։ Որպեսզի պատասխանենք ինչ է իրենից ներկայացնում SIBO-ն կամ բարակ աղիներում բակտերիաների հավելյալ աճը, պիտի հասկանանք ինչ է կատարվում աղիներում կամ նորից հիշենք։ Բարակ աղիներում բոլոր բակտերիաները գտնվում են բալանսի մեջ առողջ օրգանիզմում։ Լինում են դեպքեր, ինչ որ հիվանդությունների հետևանքով կամ իրավիճակների հետևանքով, երբ լավ բակտերիաները քչանում են կամ վատ բակտերիաներն են գերակշռում եւ առաջանում են մի շարք գանգատներ, որը եւ անվանում ենք SIBO։ Նաև խոսակցություններ կամ տարածված կարծիք կա, որ սա այսպես կոչված դիսբակտերիոսի ավելի նորաձև թրենդային անունն է, որքանով է ճիշտ։ Միգուցե նման է, բայց միևնույն է, մենք հիշում ենք, որ դիսբակտերիոզ այս պահին, այս մեր բժշկության մեջ այլևս չկա կամ գոյություն չունի, եւ այո, երբեմն նմանեցնում ենք հատկապես գանգատներով։ Շատ լավ, դե ինչն է պատճառը, որ այդ լավերը պակասում են, վատերը ավելանում են։ Մի շարք հիվանդություններ, որոնք մենք տանում ենք կյանքի ընթացքում, թե վիրահատություններ, թե էնդոկրին հիվանդություններ, աղիների որոշ հիվանդություններ, միևնույն է բերում են ինչ-որ դիսբալանսի։ Ես կարող եմ հատ առ հատ նշել, սկսենք մեխանիկական խնդիրներից, վիրահատություններ աղիների վրա, դիվերտիկուլներ, դրանք արտափքումներն են աղիների պատի, մոտորիկայի խանգարումներ, այսինքն կծկումների վատացում, թուլացում, դա նաև կարող է լինել ոչ միայն վիրահատություններից կամ էնդոկրին խնդիրներից, այլ նաև նյարդաբանական խնդիրներից։ Հիպոթիրեոզը, որը շատ հաճախ է հանդիպում մեր պոպուլյացիայում, կարող է բերել նման խնդիրների։ Շաքարային դիաբետը, որը էլի շատ հաճախ է հանդիպում, բերում է նման խնդիրների։ Աղիներում օրինակ անտիբիոտիկների ընդունումը կամ շատ հաճախ օգտագործում ենք օմեպրազոլ կամ պրազոլ շարքի դեղեր, PPI-ներ, եւս բերում է նման խնդրի եւ դրա համար մենք ասում ենք զգույշ եղեք նման դեղերի հետ եւ ըստ բժշկի ցուցման օգտագործեք։ Օպիոիդներն են նման խնդիրների բերում, ֆերմենտային դիսբալանսն է նման խնդրի բերում է նաեւ որդանման ելունի հեռացումը կամ ապենդեկտոմիան, որի մարդին, այո, կույրաղու վիրահատությունը եւս կարող է նման խնդրի բերել։ Մի խոսքով, մի շարք հիվանդություններ, որոնք կարող են այս կամ այն չափով ձեռք տալ աղիքային վիճակը, աղիների նորմալ կեցությունը։ Ես ճիշտ հասկացա, որ սա ոչ թե առանձին հիվանդություն է, այլ այսպես ասած հետևանք է։ Այո, դուք ճիշտ եք եւ բժշկության մեջ դա կոչվում է երկրորդային խնդիր, ինչ որ մի հիվանդության հետևանքով առաջացած այս խնդիրը։ Հիմա կարծում եմ բոլորը մտածում են, թե լավ ինչից հասկանամ, ինչպես հասկանամ, որ ունեմ այս խնդիրը, որոնք են այն ախտանիշները, որոնց դեպքում մենք կարող ենք կասկածել, որովհետև վերջին շրջանում կարծես թե համացանցը ողողված է այս խնդրի շոշափմամբ, բոլորն ասում են, ես մտածում եմ, որ ունեմ, հնարավոր է ես ունեմ, լավ ինչպես իմանանք, ունենք թե չունենք։ Դա շատ յուրահատուկ բնորոշվող կամ ախտորոշվող հիվանդություն է, որովհետև կա ընդամենը 1-2 տեստ, ընդ որում Հայաստանում կա մի տեսակի տեստ, որով կարելի է ախտորոշել, բայց կա բժիշկ, որը լսելով ձեր գանգատները կարող է տանել դեպի այդ հիվանդության միգուցե հաստատումը, օրինակ, ինչպես է այն դրսևորում, կարող է դրսևորել լուծով, արտահայտված փորափքմամբ կամ մետեորիզմով, հատկապես երեկոյան ժամերին, միշտ գանգատվում են, չէ, մենք երեկոյան կողմ ուռում ենք, գնդակի պես, կարող է դրսևորվել նաև փորկապությամբ եւ դրա համար պետք է մի շարք հիվանդություններ բացառել կամ միանգամից կատարել առաջինը հենց SIBO-ի տեստը, որը շնչառական տեստ է, հավանաբար մենք հետագայում կխոսենք դրա մասին։ Բացի այն հիվանդությունները, որոնք դուք նշեցիք, արդյոք կան որոշակի ռիսկային խմբեր, որոնց մոտ ավելի շատ է հանդիպում կամ ավելի հնարավոր է, որ կարող է հանդիպել։
Այո, կան ռիսկային խմբեր, վերոնշյալ այդ խմբերն են, որոնք ունեն շաքարային դիաբետ, թույլ թթվայնություն, ստամոքսի կամ մինչև կյանքի վերջը պիտի օգտագործեն թթվամարիչներ, որոնք ունեն նյարդաբանական խնդիրներ, ծեր մարդիկ, այո, այնպիսի նյարդաբանական խնդիրներ, ոչ թե թեթև ինչ-որ նևրոզ կամ նմանատիպ խնդիր, այլ ունեն կոնկրետ նյարդամկանային կծկումային խնդիր։ Եվ այդ տիպի հիվանդները տարիքային կամ սեռային առանձնահատկություն կա։ Սեռային առանձնահատկություններ չկան, բայց իհարկե կա տարիքային առանձնահատկություններ։ Ինչքան բարձր է տարիքը, այնքան ռիսկը ավելի բարձր է, որ նման մարդիկ կունենան SIBO։ Երեխաների մոտ հանդիպում է։ Երեխաներին ես չեմ հսկում, քանի որ մեծահասակների գաստրոենտերոլոգ եմ, բայց հավանաբար կարծում եմ ոչ, չունենալով որևէ ստատիստիկ տվյալ, որովհետև երեխաները կարծում եմ ավելի առողջ են, քան մեծահասակները, ավելի զերծ են իմ նշած խնդիրներից եւ ընդհանրապես միշտ ես նշում եմ, որ երեխաներին պետք է հանգիստ թողել այնքան ժամանակ, մինչեւ չկան կարմիր դրոշներ, հա։ Կարող եմ ես ունենալ խնդիրը, բայց չունենալ ախտանիշները։ Դուք կարող եք ունենալ խնդիր, բայց չունենաք արտահայտված ախտանիշներ։ Օրինակ մենք գիտենք, որ SIBO-ի ժամանակ առաջանում է նաև մշուշ գլխում, հա, մենք ոչ մեկ չգիտի եւ չի էլ ենթադրում, որ կարող է ունենալ ամենօրյա հոգնածություն կամ դեպրեսիվ վիճակ, բայց չիմանա, որ ունի SIBO, մտածի, որ ինչ որ նյարդաբանական խնդիր է կամ այո, հոգնած է, ամենօրյա աշխատանքն է։ Գոյություն ունի աղիք ուղեղային կապ, որի շնորհիվ այս կամ այն աղիքային հիվանդությունները կամ վիճակները բերում են նյարդաբանական խնդիրներ։ Այս SIBO-ի ժամանակ լինում է մշուշ գլխում։ Դուք հոգնած եք, դուք ամեն օր ուժեր չունեք եւ կարող եք չիմանալ, որ դա SIBO է, մտածեք այլ խնդիր է։ Դրա համար են ասում, որ աղիքները մեր երկրորդ ուղեղն են։ Այո, դա արդեն ապացուցված փաստ է, տարիների ընթացքում ել ավելի բաներ կբացահայտվեն, աղիները մեր երկրորդ ուղեղն է, մեր երկրորդ իմունիտետն է եւ միգուցե հետագայում ավելի լուրջ բան կբացահայտեն աղիների Առաջ կբերեն, հա։ Այո։ Լավ, նաև ուզում եմ ախտորոշման մասին խոսել։ Իհարկե հպանցիկ անցանք թեստի մասին խոսելով, բայց մի փոքր ավելի ընդերկուն։ Ձեր նշած ախտանիշները այնքան տարածված են, որ վստահ եմ չկա մեկը, որ գոնե մի этаպում ինչ որ ժամանակահատվածում չի բախվել եւ առաջին հայացքից մենք կարող ենք մտածել, որ դա սովորական հոգնածություն է, անքնություն է, լավ չեմ կերել եւ այլն եւ այլն։ Բայց վերջին երևի հատվածում նոր կմտածենք գուցե SIBO է, հա։ Լավ, այդ ինչպես գնանք, ուր գնանք, ում հետ սկսենք այդ ճանապարհը, ում դիմենք առաջինը։ Եթե իմ նշած ախտանիշները երկարատև են ոչ թե 1-2 օրվա, չէ որ 1-2 օրվա ախտանիշները կարող են կապված լինել ուտելիքի հետ, այո, անքնության հետ, ուտելիքի հետ, ինչ որ ֆունկցիոնալ խանգարման հետ, եթե մեր նշած ախտանիշները երկարատև են, շաբաթների ընթացքում, կենսակերպը փոխում են, դուք անդադ դիսկոմֆորտ եք ունենում, իհարկե արժի սկսել հետազոտվել գաստրոենտերոլոգի մոտ։ Առաջինը միշտ կոնսուլտացիայի եք գնում, հետագայում գաստրոենտերոլոգը լսելով ձեր գանգատները նշանակում է համապատասխան թեստը։ Ինչպես ասեցինք, թեստը ջրածնային թեստն է, շնչառական թեստը, որի ընթացքում մի քանի ժամվա ընթացքում պացիենտին տալիս են քաղցր, շաքար, շաքարը կուլ տալուց հետո, դա հեղուկ շաքար է, հա, կուլ տալուց հետո այդ վատ բակտերիաները սկսում են ջրածին արտադրել, ջրածնի քանակը շատացնում են, եւ այդ արտաշնչված օդի մեջ շատանում է իհարկե ջրածնի քանակը, հատուկ հետազոտությամբ ապացուցում է շեմք գոյություն ունի, ապացուցվում է, որ կա SIBO, թե չկա SIBO։ Բացի դրանից ուզում եմ անպայման նշել, որ այս բակտերիաները երկու տեսակի գազ կարող են արտադրել՝ մեթան եւ ջրածին։ Ընդ որում կա կարծիք, որ ջրածնի ավելցուկի ժամանակ ավելի շատ առաջանում է լուծ, իսկ մեթանի արտազատման ժամանակ ավելի շատ առաջանում է փորկապություն եւ նաեւ առաջարկվում է տարբեր տիպի բուժումներ, հա, այս դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ։ Հետևաբար կան նյուանսներ, կա ժամեր, որի ժամանակ պետք է ընդունեք այդ տեղը։ Միևնույն է, ինչքան էլ որ դուք ինքնուրույն փորձեք զբաղվեք այդ խնդրով, միևնույն է գաստրոենտերոլոգի օգնությունը ձեզ պետք է։ Ինչ է անում այս խնդիրը իմ օրգանիզմի հետ, եթե մնում է, անտեսվում է, վաղը կգնամ, մյուս օրը կգնամ, երկու շաբթի կգնամ արտահայտություններով։
կա մի շարք խնդիրներ, որոնք կարող է առաջացնել սիբոն։ Օրինակ, վիտամինների պակաս, հատկապես D վիտամինի եւ բետա-2-ի պակաս կարող է առաջացնել, որովհետեւ այս բակտերիաները, որոնք հավելյալ աճում են, սնվում են եւ չեն թողում նորմալ ներծծվի այս վիտամինները օրգանիզմում։ Եվ իհարկե դիսկոմֆորտը, որը լինում է որովայնի հատվածում, փքվածություն, լարվածություն, գազեր։ Այս բոլորը կարծում եմ արդեն բավարար է, որպեսզի ձեզ վնաս տա եւ նեղություն տա։ Իսկ կյանքի որակի էական վատթարացումներ։ Միանշանակ, այո։ Իսկ կարող եմ հասկանալ կամ նշել, որ որքան շուտ հարցը լուծում ստանա, այնքան ավելի արագ ու արդյունավետ կլինի։ Նույն մեխանիզմն է, ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում։ Նախ անպայման նշեմ, որ սիբոն կարող է կրկնվել։ Եվ կրկնվում է հատկապես այն պացիենտների մոտ, որոնք ունեն քրոնիկ երկարատև հիվանդություններ, այսինքն ֆոնը լինում է եւ սիբոն պարբերաբար կարող է կրկնվել։ Հետևաբար պարբերաբար դու պիտի իրեն բուժես։ Դե բուժման մասին էլ խոսեք։ Ինձ համար գոնե բոլոր հարցերի դեպքում կարևոր հարցն է՝ ունենք խնդրի լուծման տարբերակներ, թե ոչ, եւ ինչպիսին են այսօր բժշկության առաջարկները։ Իհարկե մենք ունենք խնդրի լուծման տարբերակներ, խնդիրը լուծվում է հակաբիոտիկների հատուկ ընտրված շարքով եւ հատուկ դիետայով։ Անպայման նշեմ դիետայի մասին, կոչվում է low FODMAP դիետա, որը օգտագործում ենք նաեւ գրգռված աղու համախտանիշի ժամանակ։ Սա մի ունիվերսալ այս երկու հիվանդությունների ժամանակ դիետա է, որը օգուտ է տալիս, հա, պացիենտին։ Եվ մի քիչ բացեք խնդրում, հա, փակագծերը, ինչ դիետա է սա, ինչ է։ Low FODMAP դիետան բացառում է այն մթերքները, որոնք իրականում առողջ մթերքներն են, օրինակ բերեմ խնձորը, սոխը, սխտորը, տանձը, լոբազգիները, այս այն մթերքներն են, որոնք թե իմ ասած այս գրգռված աղու համախտանիշի ժամանակ, թե սիբոյի ժամանակ պարադոքսալ ձևով վատ են ազդում աղիների վրա։ Կարծես թե լավ մթերք է։ Մարդիկ այս ժամանակ սկսում են սնվել ավելի առողջ, բայց ավելի է վատանում իրենց աղիների վիճակը, այսինքն գերգազագոհացում է առաջանում։ Ինչու՞, որովհետև այս վատ բակտերիաները սկսում են սնվել այս լավ մթերքի մեջ գտնվող տարբեր նյութերով եւ դրանից արտադրում են ավելի շատ գազեր։ Այս ժամանակ սնվում ենք ավելի խելամիտ, low FODMAP դիետայով, որ մարդիկ գուգլեն, կտեսնեն ինչ է մտնում իր մեջ, որովհետև անգիր հիշել մի քիչ անհնար է, եւ շատ կարեւոր է կենսակերպը, ֆիզիկական ակտիվությունը այս ժամանակ, ինչու, որովհետև ֆիզիկական ակտիվությունը բերում է աղիների լավ կծկման, իսկ սիբոյի ժամանակ աղիների կծկումը շատ կարեւոր դեր ունի։ Մենք դեղերով նաեւ աշխատում ենք աղիների կծկման վրա եւ ավելի երկար ենք դեղերը տալիս, կծկման դեղերը, քան օրինակ անտիբիոտիկները։ Նորություն չեմ ասելու, որ մենք հայերս չենք սիրում բժշկի գնալ եւ ամեն բան թողնում ենք մինչեւ վերջին վայրկյանը, դանակը ոսկորին կհասնի, նոր կգնանք։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ հնարավոր է եւ հավանական է, որ խնդիրը կարող է նորից կրկնվել եւ այստեղից կարող ենք ճակերտավոր ասած խորամանկություն անել։ Ախտանիշները եղան, կարելի դեղատոմսը պահել, նորից նույն դեղատոմսով բուժումը ստանալ։ Էլ բժշկի գնալու իմաստը ո՞րն է։ Հիմա ում այդ իմաստի մասին խոսենք։ Նախ ամեն անգամ չի, որ մենք նույն հակաբիոտիկներն ենք նշանակում, եթե շատ մոտ ժամկետներում է սրվել, մենք փոխելու ենք միանշանակ անտիբիոտիկները եւ երկրորդ հավելեմ, որ ոչ միայն իրենք պահում են այդ դեղատոմսը, այլ նաեւ ChatGPT-ին են դիմում կամ նման հավելվածների։ Կարող է նաեւ հյուրասիրել, չէ՞, այդպես էլ է լինում։ Այո, ճիշտ եք, եւ մտածում են, թե լիարժեք իրենք ունեն այդ դեղատոմսը, բայց բժիշկը միևնույնն է, կարող է փոխել դեղերը այդ ընթացքում, հավելյալ ինչ-որ դեղեր տալ, որովհետև ամեն անգամ չի, որ նույն խնդիրը նույն տեսակ է կրկնվում, այս մյուս անգամ կարող է ունենալ փորկապությամբ ընթանալ կամ չէ, ինչ որ փոփոխություն լինի եւ բժիշկը հենց նրա համար է, որ մտածի պացիենտի տեղը, մտածի պացիենտի փոխարեն էլ ինչ ձևով կարող է օգնել։ Բացի դա պիտի միշտ հիշել, որ առողջությունը փորձադաշտ չէ եւ ավելի լավ է վաղ փուլերում բժշկի հետ գործ ունենալ, քան ավելի բարդ փուլերում, որի ժամանակ թե դուք եք տուժում, թե բժիշկն է գերլարվում, հսկելու առումով եւ այո, արդյունքը ավելի ուշ է լինում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, հուսով եմ, որ այս պահին մեզ յուրաքանչյուր դիտող մարդ, ով գոնե կասկած ունի թե չունի այս խնդիրը, կհավաքի այն համարձակությունը եւ կգնա իսկապես գաստրոենտերոլոգի մոտ, որովհետեւ ես միշտ նշում եմ, որ սպիտակ խալաթ հագած մարդիկ մեր բարեկամներն են եւ պետք չէ նրանցից վախենալ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս բժիշկ գաստրոենտերոլոգ Աստղիկ Խաչատրյանն էր։ Շնորհակալություն մեզ հետ եք, ցտեսություն։